Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր շատ հավես վիդեո եմ եկել, ոնց որ ես եմ sense հարմար տեղավորվել, դուք էլ հարմար տեղավորվեք, որովհետև շատ թույն վիդեո եմ եկել ու այս վիդեոյի պահանջարկը շատ մեծ էր, որովհետև ինձ այնքան շատ են գրել, այնքան շատ հարցեր են ուղղել ու այդ ամենի մասին դուք կլսեք այսօր հենց այս վիդեոյում։ Իսկ ինչի մասին է խոսքը, դե իհարկե որակի նշան Expo 2025-ի մասին է խոսքը, որտեղ մենք եղել ենք ներկա, ունեցել ենք մեր մասնակցությունը, ունեցել ենք հիանալի օրեր, հիանալի նոր գործընկերներ, նոր համագործակցություններ, նոր բացահայտումներ ու այդ ամենի մասին կիմանաք հենց այս հոլովակում։ Բարի լույս ելի հետևորդներ, մենք ճանապարհին ենք, գալիս ենք, մի խոսքով ամեն ինչ կտեսնեք այս հոլովակում, Expo-ի վերաբերյալ, լիքը մանրամասներ ձեզ ցույց կտամ, լիքը հետաքրքիր կադրեր ցույց կտամ, ինչ եմ վստահաբար ասում, որովհետև ես արդեն օրակարգին ծանոթ եմ ու գիտեմ, թե ինչ լավ բաներ կա ձեզ ցույց տալու համար։ Ձեզ մաղթում եմ բարի դիտում, իսկ մեզ բարի ճանապարհ ու բարի աշխատանքային օրեր։ Այնպես որ խորհուրդ եմ տալիս, որ դուք էլ հարմար տեղավորվեք։ Եթե սիրում եք սուրճ կամ թեյ վերցրեք բերեք, որովհետև հիմա շատ հավեսին ու շատ ոչ այնքան երկար, բայց բեղումնալից հոլովակ ենք ունենալու, որը ձեզ վստահ եմ շատ է հետաքրքրելու։ Այս պահին ես տանն եմ, այսօր իմ աշխատակիցներին եւ ինձ տվել եմ հանգիստ, չնայած նրան, որ երկու շաբթի է, բայց ոչ մի խնդիր։ Ես որոշեցի, որ ավելի լավ է այսօր եւ աշխատակիցներս եւ ես տանը լինենք եւ հանգստանանք ու մտքերով ավելի շատ ես այս դեպքերում ինչ եմ անում, հա, պլանավորում եմ անում, մտքերով ավելի շատ կառավարում եմ, այդ ամեն ինչը հավաքում եմ, մեկտեղում եմ, կոնսպեկտում եմ, որ հասկանամ, թե վաղվանից գործի շարունակությունը ինչ ուղղությամբ ենք տանում։ Այնպես որ, եկեք այս հոլովակը դիտեք շատ ուշադիր, որովհետև այնքան հետաքրքիր է անցել ամենը ու իրականում հոլովակի ընթացքում լիքը կարևոր նոր բաներ ունեմ ձեզ ասելու ու կարծում եմ, որ այդ ամենը ձեզ եւ շատ հետաքրքիր է լինելու եւ ինֆորմատիվ։ Այսօր վերակումբը կրկին միավորել է առաջադեմ գործարարներին, բրենդերի ներկայացուցիչներին եւ ոլորտային մասնագետներին քննարկելու բիզնեսի ներկայության եւ այլ կարևորագույն ուղղություններից մեկը՝ Expo-ն որպես բրենդի ճանաչելիության ամենաուժեղ հարթակ։ Այս թեման առանձնահատուկ նշանակություն ավանդույթ ունենք մեր միջոցառումների ընթացքում կարճ ծանոթանանք։ Այսօր հաշվի առնելով, որ քիչ քանակի մարդ չենք, ես առաջարկում եմ յուրաքանչյուրը կարճ ուղղակի ներկայանա անհասկանալու կամպանիան եւ ոլորտը ինչով է զբաղվում, քանի որ միջոցառումից հետո մեզ սպասում է էլի կոֆե բրեյք ու մենք կարող Ես նույնն եմ Մելքոնյան հոլդինգի հիմնադիր եւ տնօրենը, որակի նշան Expo-ի ներկայանալու ենք մեր 3 բրենդներով, բայց առասարակ ունենք 6-ը։ Ներկայանանք Նուշով, որը բնական կոսմետիկ միջոցներ է, Նունեյլով, որը մատնահարդարման գործիքներ եւ նյութեր են, ինչպես նաեւ MM Brothers-ով, որը իրենց ներկայացնում է տղամարդկանց նախատեսված խնամքի շարք։ Եկեք սկսենք ամենասկզբից, թե որտեղից սկսեց այս ամենը։ Ես որպես BS Cosmo-ի ակումբի անդամ տեսնում եմ իրենց գովազդը, բայց մինչև գովազդը տեսնելը, քանի որ ես արդեն իսկ իրենց հետ համագործակցում եմ եւ այլն, մենք ծանոթ ենք, ինձ անմիջապես գալիս է եւ հաղորդագրություն, եւ զանգ ու առաջարկ նման Expo-ի մասնակցելու համար։ Բայց նախապես ինձ զգուշացվում է, որ մեր պրոդուկտները պարտադիր անցնելու են լաբորատոր հետազոտություն։ Ու ինչքան էլ որ դու կարևոր փաստ պետք է շեշտեմ հիմա, ինչքան էլ որ դու վստահ ես քո պրոդուկտի վրա, ու դու գիտես, որ ոչ մի խնդիր չկա, դու գիտես, որ դու ինքդ ես ստեղծում այդ ամենը ու գիտես որքան մաքուր ու լավն է, ամեն դեպքում, որ գիտես եւս մեկ անգամ, պաշտոնապես պետք է լաբորատոր ստուգումներ անցնեն, արդեն կրկին ինչ-որ անհանգստություն լինում է քո մեջ։ Կրկնում եմ, ինչքան որ դու վստահ ես քո պրոդուկտի վրա։ Բայց ամեն դեպքում, բնականաբար, մենք բոլոր պայմաններին ծանոթանում ենք ու միանգամից համաձայնվում ենք, չնայած նրան, որ մեզ շատ կոնկրետ զգուշացրեց, որ ձեր պրոդուկտը լաբորատորիա է գնալու։ Ու եթե դուք շատ վստահ եք ձեր պրոդուկտի վրա, նոր մասնակցեք։ Այդպիսով մենք համաձայնվեցինք, մեր պրոդուկտները գնացին լաբորատորիա, անցան իրենց ստուգումները, հաստատվեց եւ մենք կարողացանք մասնակցել որակի նշան Expo 2025-ին։ Սկսեցինք մեր համագործակցությունները քայլ առ քայլ, սկսելով պայմանագրի ստորագրումից։ Իսկ այդ ընթացքում մենք եւս մեկ ավելի կարևոր ձեռքբերում ենք ունեցել, որի մասին կտեսնեք հաջորդ կադրում։
Մելքոնյանի դեպքում մենք ունենք էլի նույն պատկերը, այսինքն պետական համարանիշն է, ապրանքային նշանն է, իրավատերն է, որը եւս դուք եք, Գերբովի պեչատն է, որ մենք ունենք, հա, ստորագրությունը, նախարարի ժամկետները եւ այստեղ շատ կարեւոր փաստ։ Այստեղ գրված է այն ոլորտները, որոնք որ ինքը ներկայացնում է։ Տվյալ դեպքում ապրանքային նշանը, ոնց որ ձեր օրինակ բերեմ, ոնց որ ձեր մեքենան, ձեր բնակարանը Հայաստանի Հանրապետության տարածքում Մելքոնյան արտահայտությունը սեփականված է ձեր անունով, այսինքն դա հանդիսանում է ձեր սեփականությունը։ Որևիցե մեկը չի կարող օգտագործել Մելքոնյան անվանումը, ընդ որում եթե լինի նույնիսկ Մելքոնյան, այսինքն սի տառով։ Այդ ընթացքում արդեն սկսված են այս աշխատանքները, որոնք կատարվել են շատ երկար, որովհետև այստեղ տաղավարներ են պատրաստվել, բոլոր մարդկանց պաստառներ են պատրաստվել, մի խոսքով հսկայական ծավալուն աշխատանք, որը միշտ մնում է կադրից դուրս ու ոչ ոք չի տեսնում։ Ընկերներ բոլորին բարի օր, ես Անդրեն եմ Հայրյան, Բիեսկոսմո ընկերության համահիմնադիր եւ նախագահ։ Մենք որակի նշան կազմակերպության հետ հանդիսանում ենք կազմակերպիչներ որակի նշան էքսպոյի։ Հիշեցնեմ, որ վաղը ժամը 12-ին մեր օֆիցիալ բացումն է, նաև նշեմ, որ մենք 3 օրվա կտրվածքով ունենալու ենք B2B զոնա, որտեղ յուրաքանչյուր տաղավար ունեցող կամպանիա հնարավորություն ունի մուտք գործի ազատ եւ 3 օրվա կտրվածքով լինելու է հյուրասիրություն։ Դուք կարող եք նախնական ծանոթանալ ցանկի հետ, ովքեր են նույն ձևի ներկայացված լինելու էքսպոյում, իրանց հետ հանդիպում կազմակերպել կամ ձեր տաղավարում կամ իրենց տաղավարում կամ B2B զոնայում եւ ունենալ լավ պրոդուկտիվ համագործակցություններ։ Ունենալու ենք ամսի 6-ին կոնֆերանս ժամը 12-ին մոտ 3-4 ժամ, շատ հետաքրքիր կոնֆերանս ունենալու ենք համերգ Իվետ Ամուկչյան ամսի 5-ին եւ ամսի 6-ին այդ պրոջեկտը այդ վիդեոներով նույն ձևի կարող եք կիսվել ձեր բիզնեսի էջերով։ Այսպիսով, օր առաջին առավոտյան արտանում ենք շուտ ու ճանապարհ ենք ընկնում Երևան դեպի Մերիդիան Էքսպո կենտրոն։ Վերջապես հասնում ենք տեղ ու այստեղ մեզ սպասում էր անսպասելի մի բան։ Մենք տեսնում ենք, որ մեր պաստառը այն գույնը, որ տրամադրվել է, որ օրենքով ֆիքսած է, Մելքոնյան հոլդինգը հենց այդ գույնով, այդ գույնի չէր ուղղակի։ Անմիջապես կապ եմ հաստատում կազմակերպիչների հետ եւ այլն, հետո հասկանում եմ, որ այդտեղ ինչ-որ տեխնիկական խնդիր է եղել, միայն մերը չէր, քանի որ մասնակիցները 100-ից ավելի էին, էլի կային մարդիկ, ու ինչ-որ այդ տեխնիկական մասի հետ կապված խնդիրներ եղել էին։ Շատ արագ այդ հարցը լուծեցինք։ Իհարկե հաջորդ օրը ստացվեց վերջնական այդ հարցը լուծելը, բայց կարևորը լուծվեց։ Առաջին օրը ավելի շատ եղավ ծանոթություն, տորթի կտրման արարողություն, այնտեղ բացման ժամանակ կարմիր ատլասելենթը կտրվեց, ինչպես միշտ արվում է, ու իրականում շատ հետաքրքիր էր, բայց մի փոքր կարծես այդ օրը դու ավելի շատ ծանոթանում էի, թե ինչ է այստեղ կատարվում։ հետաքրքրված հանդիպում կազմակերպել, մենք երևի թե մի քանի ժամանակ ընթացքում մեր ընդհանուր չաթում տեխնիկական կտարամասնենք ինֆորմացիան բոլոր մասնակիցներին եւ ով ինչով է հետաքրքրված ում հետաքրքրված հանդիպում կազմակերպել։ Առաջին օրը շատ բարձ երևում էր բոլորը ինչքան պատրաստված, գեղեցիկ, ամեն ձևով կազմակերպած եկել էին, թե բերել էին իրենց պրոդուկտները, ովքեր որ ինչ-որ ծառայություն էին մատուցում, ծառայության հետ կապված ինչ-որ պրոդուկտներ, բացատրություններ եւ այլն։ Այդ առաջին օրը մարդկանց բավականին մեծ հոսք կար ու
այդ հոսքը նաև ապահովեց, երբ որ հայտարարվել էր համերգ, որտեղ ելույթ ունեցավ Իվետա Մուկուչյանը, ովքեր որի դեպ այս ընթացքում հետևել են իմ մյուս էջերին, օրինակ Instagram-ին, TikTok-ին, Facebook-ին եւ այլն, այնտեղ ես պարբերաբար դրել եմ փոքրիկ տեղեկություններ այդ մասին, այդ օրերի ընթացքում իրականում զբաղվածությունը այնքան շատ էր, չէր ստացվում այդքան շատ տեղեկություն դնել, բայց փորձում էի կապի մեջ լինել ձեր հետ շատերը կան, ովքեր արդեն տեսել են, գնահատել են ու գիտեն, թե կարծես մոտավորապես ինչ է տեղի ունեցել այդ 3 օրվա ընթացքում, բայց այս հոլովակով դες համար ավելի բարձր լինելու։ Հարգելի հետևորդներ, դեկտեմբերի 5-ին ժամը 6-ին ես ելույթ կունենամ Meridian Expo կենտրոնում, որակի նշան Expo-ի շրջանակում, եթե դուք ուզում եք լսել այ եւ ուրիշ երգեր իմ երգացանկից, համեցեք, կխնդրեի առնվազն 1 ժամ շուտ գալ, քանի որ պետք է գրանցվեք եւ մուտքը ամբողջովին ազատ է։ Կհանդիպենք դեկտեմբերի 5-ին Meridian կենտրոն, որակի նշան Expo շրջանակ։ Ամեն մեկս մեր մտքերով ոչ մի բան կարել ոչ մտքերը եկեք բաց թողնենք, բարև ջան, բարև այ Այրամոտ ծովերից այն կոտրոված Եկան մոտը սիրուց, սիրտ է կնդրոված Ճիշտ է, մինչ այդ մենք մասնակցել ենք ֆորումի, կոնգրեսների, սեմինարների եւ այլն, բայց սրա մասշտաբները շատ մեծ էին, որովհետեւ իրականում միայն բրենդները, միայն ներկայացուցիչները 100-ից ավելի էին։ Այստեղ արդեն մեր բուրըն աշխատանքային օրը ավարտվում է եւ մենք ուղևորվում ենք դեպի մեր ընտրած հյուրատուն։ Հիմա ձեզ կադրեր ցույց կտամ շատ գեղեցիկ։ Հանգստանում ենք, երեկոյան իրականում շատ ուշ ժամի ենք գնացել, մի փոքր սնվել ենք, հանգստացել ենք մի փոքր ու առավոտ էլի շատ շուտ գնում ենք կրկին Expo-ի ցուցահանդեսին։ Ու այսպիսով օր երկրորդ արդեն պատրաստվում ենք գնալ։ Բարև լույս ելի հետևորդներ, այսօր մեր երկրորդ օրն է, արդեն մենք դեռ մեր համարում ենք, հիմա պատրաստվում ենք, որ գնանք։ Մի փոքր հավաքեցի, դասավորեցի շուրջ բոլորը, հիմա կգնանք մյուս համար, տեսնենք աղջիկները լավ քնել են, լավ հանգստացել են ու կպատրաստվենք միասին կգնանք Expo-ի երկրորդ օրվան։ Շուտ պետք է հասնենք, որովհետև այսօրվա օրակարգի մեջ մտնում է, որ կարծեմ ժամը 12-ին էր, որ գալու են խոսնակներ ու բոլոր բիզնեսմենները հավաքվելու են ու լիքը կարևոր հարցեր ունենք քննարկելու։ Էնպես որ ես էլ պատրաստ եմ։ Գնանք տեսնենք մեր աղջիկները իրենց համարում ինչպես են մնացել, ինչպես են հանգստացել, իրենք էլ են պատրաստ ու գնանք արդեն։
Բարի լույս, ոնց եք? Լավ մնացել եք? Այո։ Լավ հանգստացել եք։ Պատրաստ եք, չէ՞, այսօր գնում ենք մեր էքսպոյի երկրորդ օրը վայելենք։ Այսքանը, թե մենք գնացինք սիրելի հետևորդներ, կհանդիպենք հոլովակի շարունակություններում։ Ելենա։ Գնացինք։ Ես ասում։ Մանավանդ քաղցածը չէ։ Այսօր մեր օր երկրորդն է։ Ինչպես տեսնում եք, մենք արդեն տեղում ենք ու կրկին եկանք ու երկրորդ անգամ շոկի ենթարկվեցինք, որ դեռ մեր պաստառը փոխած չէր, որովհետև մեզ խոստացել էին, որ գիշերը այն փոխվելու էր։ Սակայն մի քանի րոպե հետո կարելի ասել, մոտ կես ժամ հետո, լավ այսպես ասեմ, հա, արդեն եկան պատրաստողները ու բերեցին իրենց հետ արդեն ճիշտ մեր գույնով տպագրված էմբլեման ու բոլորով միասին համատեղ ուժերով փակցրեցինք։ Նորից այստեղ կադրեր հիմա կտեղադրեմ, կտեսնեք։ Այնուհետև կրկին դասավորվում ենք ու բուրըն կերպով անցնում ենք մեր աշխատանքին, իսկ արդեն երկրորդ օրը մարդկանց հոսքի հետ մեկտեղ աժոտաժը ապահովեց Hyatt Project-ը։ Դեկտեմբերի 6-ին ժամը 16-ին Meridian Expo կենտրոնը կվերածվի իսկական երաժշտական տոնի, քանի որ բեմը պայթեցնելու է խենթ, շատ սիրելի եւ միշտ սպասված Hyatt Project-ը։ Բաց մի թող այդ բացառիկ հանդիպումը տեսնելու եւ լսելու սիրելի խմբի կենթանի կատարումները եւ միաժամանակ ծանոթանալու բարձր որակի չափորոշիչներին համապատասխանող ընկերություններին։ Ինձ համար կանգնած եմ, այսպես նոր է այդ էմբլեման դրած, ուսումնասիրում եմ ինչա կատարվում, թե նոր էին փոխում այդ պահին, մեկ էլ այսպես հետ եմ դառնում ու տեսնում եմ, որ իմ սիրելի տեքրերից մեկը, Գևորգը, Hyatt Project-ի երաժիշտ երգիչներից մեկը, արդեն այսպես դեպի ինձ է գալիս, այնքան շատ էի ուրախացել։ Մի խոսքով հանդիպեցինք իրար, շատ ուրախացանք ու հետո արդեն իրանց փորձերին էլ ներկա գտնվեցի, եթե անկեղծ, ու հետո մի քիչ անցավ ու տեսանք արդեն իրենց բուրըն համերգը, որը սենց միած շատ մեծ աժոտաժ մցրեց ու բոլորը կարծես թարմացան, զվարթացան ու շատ ուրախացան։ Տեսեք խաթում էր բրենդի գիլերով ահա։ Թե ասա է մեկ երկու երեք։ Բարև ձեզ։ Լավ եք։ Մենք էլ ենք շատ լավ։ Մենք էլ ենք շատ լավ։ 1 2 3 4 1 2 3 4 Ha! Keep on falling.
And I love you. Sometimes I love Իդեպ ասեմ, քանի այս թեմայով եմ ասում, ուրեմն բոլորը, ովքեր մոտենում էին, հիմնականում դե անծանոթներ էին, որ բրենդին նոր էին ճանաչում, ծանոթանում էին եւ այլն, ովքեր մոտենում էին ու իմանում էին, որ մեր արտադրամասը գտնվում է Գյումրիում, պրոդուկտը արտադրվում է Գյումրիում, ինչպես նաեւ մեր վառեմ մարեմ պրոդուկտը, որ տեսնում էին, գիշերային ու ցերեկային քսուկ է, անունը վառեմ մարեմ, այդ մասին անպայման իդեպ ձեզ կասեմ։ Դուք միայն պետք է բոլորի ողջավորվածությունը տեսնեք։ Իդեպ այնտեղ շատ գյումրեցի նաև գործընկերներ ձեռք բերեցինք եւ տեսանք ու ծանոթացանք, վերջում ծանոթ դուրս եկանք, ինչպես միշտ հայերի մոտ միշտ այդպես է ստացվում։ Ու իրականում հիանալի էր։ Ճիշտ է, չներկայացրեցի, բայց օրերի ընթացքում մենք շատ մասնակցել ենք բիզնես կոնֆերանսների, որոնց ժամանակ եկել են խոսնակներ, տարբեր բիզնեսմեններ, Բակուր Մելքոնյանն է ներկա գտնվել, ովքեր որ ճանաչում են արդեն կիմանան։ Մի խոսքով ունեցել ենք նաև առանձին սրահներում, B2B զոնաներում հանդիպումներ, որ ժամանակ բիզնեսների տերերը, հիմնադիրները միասին զրուցել են կամ ներկայացուցիչները իհարկե զրուցել են, համագործակցությունների են եկել եւ այլն։ Այժմ արդեն կոնֆերանս է լինելու։ Մի քանի կադր ձեզ ցույց կտամ։ Նվել ունենք Ռուսաստան, մասնաճյուղ ունենք Էմիրատներում, Դուբայ, Վրաստան եւ վերջերս բացել ենք մեր գլխամասը Ամերիկայում, Դելավեր նահանգում։ Ես կպատմեմ իմ փորձը ոնց զրոյից ես հասել եմ այս կետին, որը հիմա կամ ժառնացել։ Մենք ստացել ենք recognition-ներ Միացյալ Նահանգների state-ից։ Սիրելի հետևորդներ, հիմա էլ մյուս կոնֆերանս դահլիճում եմ, այն մյուսը ավարտվեց, հիմա մյուսում ենք ու սպասում ենք, որ կրկին բիզնեսի հետ կապված շատ քննարկումներ ունենք անելու, ձեզ ցույց տամ դահլիճը։ Հիմա QR կոդով բոլոր մասնակիցները, բոլոր հիմնադիրները, տնօրենները, արտադրողները կանցնեն արդեն դահլիճ ու կսկսվի կոնֆերանսը։ Էլի փոքր կադրեր կդնեմ։ Իրականում եթե նկատել եք, այդքան ինչ-որ մեծ վիդեո չեմ անում, որ հետո ձեզ նայելուց ուղղակի ձանձրալի չլինի։ Դե բնականաբար երևի այն մարդիկ, ովքեր արտադրողներ են, ունեն բիզնես եւ այլն ձանձրալի չի լինի իրենց համար, որովհետեւ շատ կարեւոր ինֆորմացիա կա, որ պետք է ստանաք, բայց մեծամասամբ ես գիտեմ, որ հետևորդները ուղղակի էլ կարող են հետևել, այդ իսկ պատճառով միգուցե նաեւ այդ ամենը կթվա ձանձրալի ու դրա համար շատ երկար բարակ չեմ նկարում, որ ավելի հաճելի դիտվող լինի։ Ամենակարևոր մի հատ բան պետք է շեշտեմ, ուրեմն այն մարդիկ, ովքեր արդեն իսկ Երևանից էին ու մոտակայքում էին գտնվում, ստացվեց այնպես, որ հաջորդ օրն էին եկել էքսպոյի, առաջին օրը, ովքեր որ մոտեցել էին, մեր պրոդուկտներից ձեռք էին բերել, գնացել էին տուն, ուսումնասիրել էին, օգտագործել էին ու հաջորդ օրը մենք այդ ինչքան շատ բանավոր օձիվ ենք ստացել, հա տենց ասեմ, մարդիկ գալիս էին ու ասենց ես շամպույնը օգտագործել եմ, մի հատ նայեք ու իրանց հետ բերել էին լիքը այլ մարդկանց, իրենց բարեկամներին, ընկերներին ու իրենք էին արդեն ներկայացնում մեր բրենդը։ Ահա այդպես է լինում իրականում գովազդը, որովհետև դու որքան էլ որ ցանկանաս քո բրենդը ներկայացնել, բացատրել, ասել, եթե այն լավը չէ, եթե այն չի համապատասխանում քո խոսքերին ու քո ներկայացրածին, մարդիկ օգտագործելուց հետո արդեն կհասկանան, որ այդ ամենը այլևս իրենց հարկավոր չէ, այլ ոչ թե մի հատ էլ կբերեն իրենց հետ բարեկամներ, ծանոթներ, ընկերներ ու արդեն իրենք են սկսում բացատրել այդ ամենը, ինչ որ իրենք արդեն իսկ զգացել են իրենց մաշկի ու մազերի հետ կապված։ Արդեն երկրորդ օրն է ավարտին մոտենում եւ մենք կրկին գնում ենք մեր հյուրատուն հանգստանալու։ Ու այս երեկոն էլ շատ հետաքրքիր անցավ, բոլորով հավաքվեցինք, ֆիլմ դիտեցինք, սրճեցինք ու այնուհետև գնացինք հանգստանալու։
Հիմա պատրաստվում ենք օր 3-ին, կրկին աժոտաժային ու ամենասպասված օրից մեկը իրականում, որովհետև այդ օրը հանձնվեցին փաստաթղթերը։ Բարի լույս, սիրելի հետևորդներ, այսօր էլ 3-րդ օրն է։ Այսօր էլ գնում ենք մասնակցենք մեր էքսպոյին, շարունակությունը անպայման ձեզ ցույց եմ տալու, որովհետև այնտեղ փաստաթղթերի հանձնման արարողություն կա, մի խոսքով հրաշալի անցնում, իրականում այդքան շատ բան չեմ հասցրել նկարել, որովհետև զբաղվածությունը ուղղակի շատ մեծ է։ Այնտեղ անընդհատ մենք կոնֆերանսների ենք մասնակցում, ինչպես նաև այնտեղ ունենք մենք մեր մարքետը եւ ոչ միայն մեր մարքետը, մեր գործընկերների մարքետները եւս։ Մի խոսքով այսօր էլ մեզ մաղթենք կրկին հաջողություն, իսկ շարունակության մասին երևի թե կասեմ, գնացինք։ Մի հատ էլ գնանք մեր աղջիկների սենյակ, տեսնենք ինչ են անում, արդեն պատրաստ են դե բնականաբար, մի հատ ողջունենք, որ գնանք։ Բարև կուկուներ, լավ եք։ Լավ հանգստացել եք։ Այս ինչ սիրուն աղջիկներ են։ Լավ քնեցիք, հանգստացաք։ Այո։ Այսօրվան պատրաստ եք։ Այո։ Այսօր 3-րդ օրն է։ Գնանք սիրուն վայելենք մեր օրը ու արդեն որ վերադառնանք Գյումրի։ Սիրելի հետևորդներ, մեր այս հրաշք երեկույթի վերջում ես այսպես մի տուփ այս հրաշքից եմ ստացել։ Ես այս մասին ձեզ անպայման էլի կպատմեմ։ Այս էջին միացեք, խնդրեմ, ծառը տեսնում եք ու օգտվեք, հայկական արտադրություն է կրկին ու բացառապես մաքուր հումքով։ Ահա խնդրեմ, բերեցի որ ձեզ ցույց տամ։ Այստեղ մենք տեսնում ենք հավաստագիր որակի նշանի եւ Yes Cosmo-ի կողմից դրամադրվող եւ Nail Brand-ին եւ Nush Natural Cosmetics-ի ընկերություններին, ինչպես տեսնում եք, որը շատ մեծ հպարտանալու առիթ է, ինչպես նաեւ ես ձեզ կներկայացնեմ մեր լաբորատոր ստուգումներ անցած փաստաթղթերը։ Այդ ամենը նույնպես անպայման ձեզ ներկայացնելու եմ։ Այսպիսով դիտեք հոլովակի շարունակությունը ու կտեսնեք թե ընթացքում ինչպես է անցել այդ ամենը։ Այս հավատալու համար ձեր ընկերությունները մեծ վստահելու եւ այս ամեն փորձակնություն ուսումնասիրություն անցնելու համար, որովհետեւ սպառողի ցույց տաք, թե ինչքան որակյալ ընկերություններ եք դուք։ Մենք ձեզ բոլորիդ շնորհավորում ենք այս մարտանակի համար, որակի նշան էքսպոյի մասնակցության ձեր ներկայության համար։ Գիտեք, որ այսօր լինելու է նաև հավաստակների հանձնման արարողությունը, մինչև հավաստակների հանձնման արարողությունը ուզում եմ խոսքը փոխանցել որակի նշան ընկերության հիմնադիր Վահե Հարությունյանին։ Առաջին անգամ մենք էքսպո կազմում ենք այդպես, որի հիմնական առաքելությունը կայանալու է ներկայացնել Հայաստանում։ Հավաստագիրը տրվում է Aras Food ընկերությանը։ Հավաստագիրը տրվում է Apache ընկերությանը։ Իսկ հիմա, որպես վերջնաբան, ուզում եմ ասել, թե ինչ տվեց մեզ էքսպոն։ Որակի նշան Expo 2025-ը նախ կրկին անգամ շնորհակալություն եմ հայտնում եւ կազմակերպիչներից եւ բոլոր մասնակիցներից, ինչպես նաեւ առհասարակ եկող օգտվող հաճախորդներից, նոր այնտեղ գտնվող մարդկանց մասին էլ է խոսքս։ Իմ շնորհակալությունը խորին, սրտան շնորհակալություն եմ հայտնում ու հիմա ասեմ, թե ինչ տվեց այս ամենը մեզ։
Իրականում, որքան շատ ենք գնում կոնգրեսների, ֆորումների, էքսպոների եւ այլնի, նմանատիպ մեծ միջոցառումների, ամեն անգամ ունենում ենք սովորելու բան։ Այսինքն հիմա, երբ որ ես այս էքսպոին գնացի, ես այնքան դասեր էի քաղել նախորդ ֆորումներից, կոնգրեսներից ու նմանատիպ մեծ միջոցառումներից, որ ես արդեն իսկ որոշակի գիտելիքով էի գնացել մասնակցելու, այսինքն առաջին անգամ այսպես միամիտ չհայտնվեցի տեղ ու չհասկանա հիմա ես ինչ պետք է անեմ ու ոնց պետք է քայլերս հերթականությունը դասավորեմ։ Սա մեկ, բնականաբար սա մեծ պլյուս է, որ հաջորդ անգամ որևիցե էքսպոյի եւ նմանատիպ միջոցառման մասնակցելուց եւ ես ել ավելի շատ արդեն ունեմ գիտելիք այդ վերաբերյալ, թե ինչպես կազմակերպել ու ինչ անել, որ դու էլ հաջող ընթացք ունենաս, որովհետև ամեն ինչ կախված է լինում առհասարակ նաև բրենդների ներկայացուցիչներից ու իրենց ներկայացրած ամեն ինչից։ Հաջորդ ամենամեծ պլյուսը ծանոթություններ, ոչ թե առհասարակ գնորդների ու հաճախորդների հետ, այլ հենց նոր գործընկերներ ձեռք բերելու այդ process-ը ինձ շատ դուր եկավ։ Որովհետև երբ որ մենք մոտենում ենք իրար արդեն գործընկերներով, երբ որ տեսնում ենք մի փոքր այնպիսի ժամ է, որ ոնց որ կարելի է նաև իրար հետ ծանոթանալ, հա, մենք տարբեր մարդկանց, այն որ ասում է, մեկս մյուսին հայտնաբերում ենք ու հասկանում ենք, որ ինչքան գեղեցիկ համագործակցություն մենք կարող ենք ունենալ իրար հետ։ Մենք կոնկրետ կլինիկաների հետ, տպագրությունների հետ եւ այլնի հետ նմանատիպ այնքան լավ առաջարկներ ենք ստացել, այնքան լավ նոր գործընկերներ ենք ձեռք բերել, որ մենք առաջիկայում նախատեսում ենք բոլորս միասին համագործակցել ու մեր պրոդուկտների որակը ել ավելի շքեղ դարձնել։ Ու իրականում կարող եմ ասել, որ բոլորն էլ ինձ համար պլյուսներ էին, անգամ ամենաչնչին մարդկանց հետ վերադառնալ ու իրենց կարծիքը միանգամից հայտնելը։ Լիքը նոր մարդկանց ուրախանալը, որ Գյումրիում նման արտադրամաս գոյություն ունի, որտեղ արտադրվում են այդ պրոդուկտները, մեր էջերին միանալը, ուրախանալը, որ այս ինչքան շատ պրոդուկտ ունենք, որ կարելի է վստահաբար օգտագործել ու չվախենալ, որ քո առողջությանը դու կարող ես վնաս հասցնել։ Մի խոսքով, շատ պլյուսներ ուներ մեր մասնակցությունը եւս, այս անգամ եւս, այդպես ասեմ, հա։ Ու դե բնականաբար ամենամեծ պլյուսներից մեկն էլ այն էր, որ մենք ձեռք բերեցինք մեր փաստաթղթերը կոնկրետ որակի նշանի եւ PS Cosmo-ի կողմից տրամադրվող։ Այսինքն մենք արդեն ունենք պաշտոնապես վկայագրված որակ ու մեզ ընտրում են արդեն իսկ լավագույնները, ովքեր որ ցանկանում են, որ ոչ մի տեսակի վնաս չհասցնեն իրենց օրգանիզմին, իրենց սիրելիներին եւ իրենց առողջությանը բնականաբար։ Ու սա եւս մեկ քայլով, եւս իդեպ շատ մեծ քայլով առաջընթաց է քո բրենդների ու քո պրոդուկտների համար ու առհասարակ հենց Հայաստանի համար, որովհետև այստեղ հավաքվել էին հայ արտադրողներ, հայ ներկայացուցիչներ, որոնք ցույց տվեցին, թե ովքեր են որակ թելադրում Հայաստանում։ Այնպես որ կհանդիպենք այլ հոլովակներում, այլ ֆորումներում, այլ էքսպոներում, որովհետև ամեն ինչ դեռ առջևում է։